Դժվար է բաց թողել երեխաներին, այն էլ օտար երկիր։ Այդ օրը թվում էր, թե աշխարհի վերջն է։ Աշխարհին վստահել անհնար է, բոլորին վստահել չեն կարող, բայց գուցե իրենց պիտի վստահեն։ Ինձ հավատում են, ուրեմն ես կարող եմ, ուրեմն իրոք կարող եմ։ Գերհուզված վիճակում ռեակցիա մի տուր, մի խոսա, մի ասա։ Լավ, այսօր սատկացնում եք։ Վաղը ինչ եք Իրանից հետ ակնկալում։ Առողջ հասարակությունը առողջ ընտանիքից է սկսվում։ Եթե ծնողների հետ հարաբերությունները լավ է լինում, երեխան ընտրում է լավը։ Մեր ամեն հաջորդ երեխայի հետ մենք լրիվ նոր ծնողներ ենք։ Իմ աղջիկներից մեկը ասեց մենք ոչ մեկս նույն ծնողը չենք ունեցել։ Ծնողներիս հիմնական վախը մեր հեղինակությունը կորցնելն է երեխայի աչքերում։ Մեր երեխաները մերը չեն։ Սովետի ժամանակ դեռ աստծանը ով էր բանի տեղ դնում։ Շատ հեշտ է։ Ներողություն ենք խնդրում։ Նվերներ սիրում եք, բա ես ոնց եմ սիրում նվերներ տալ, այն էլ իմաստալից, օգուտով բացառիկ նվերներ։ Մեր ամեն էպիզոդի տակ մեկնաբանություններից մենք ընտրում ենք մեկը, հեղինակին կանչում այստեղ մեր ստուդիա, շփվում, իրար գրկում եւ նվիրում ենք ծնողի դպրոցի հրատարակած մի նոր լավ գիրք, որը պետք է ունենա ամեն հայ ծնող հաղորդակցման նոր լեզու երեխաների հետ։ Դիտեք եւ լսեք մեր ոդքասթերը մինչեւ վերջ եւ հենց ավարտվի գրեք հենց այդ պահի ձեր մտքերն ու հույզերը, մենք ամեն գրածը հատ-հատ կարդում ենք եւ ում գրածը մեր սրտին ամենաշատը դիպչի, կընտրենք եւ կհրավիրենք մեզ մոտ նվիրելու այս հրաշալի գիրքը։ Ողջույն Գանե ջան, շատ սպասված հանդիպում էր սա իրականում եւ այսօր այստեղ եք դուք որպես առաջին հայալեզու ծնողավարման բլոգի հեղինակ եւ իհարկե բազմազավակ մայր։ Հիացած եմ ուղղակի, չգիտեի անկեղծ ասած, որ 16-ից մինչեւ 30 տարեկան երեխա 5 երեխայի մայր Եվ թորնիկ ունեմ։ Եվ արդեն թորնիկ ունեք Գանե Պողոսյան, այո, դա էլ էր ինձ համար նորություն Գանե ջան, անչափ ուրախ եմ, որ այսօր ունենք այս 1 ժամը միասին զրուցելու եւ արդեն սկսել էինք զրույցը ու շատ խորը հարցերի շուրջ էինք արդեն սկսել։ Եվ առաջին հարցս կլինի, գիտեք ինչը, ով է ձեր 5-ից հիմա ձեր ապրում ձեզ հետ եւ ում եք արդեն բաց թողել։ Բաց եմ թողել Կրիստինային, որ ամուսնացել է։ Եվ բաց եմ թողել Անժելային, որ մաստերս անում Կորեայում, եւ աշխատում եւ սովորում է եւ անչափ հպարտ ենք Իրանով, որ ամբողջովին ինքնուրույն մարդ է արդեն։ Մանեին մասամբ ենք բաց թողել, որտեվ ինքն էլ աշխատում եւ սովորում էր Կորեայում, բայց պատահար տեղի ունեցավ, ուսը կոտրեց այնտեղ։ Հա, շատ դժվար էր ինձ այդ օրերին հեռվից հեռու, որովհետև շատ վատ էր կոտրել, վիրահատության կարիք եղավ, այնտեղ ոնց որ ճիշտ է քույրիկը հասավ միասին, այդ ամեն ինչը կազմակերպեցին, վիրահատությունից 2 շաբաթ հետո վերադարձավ, տարկետում է վերցրել, հիմա մեզ մոտ է, բայց սեպտեմբերից նորից գնալու է։ Ադրինեն, որ սովորում է ՃՇՀ-ում, ճարտարապետաշինարականում, մեզ հետ է եւ մհերը 16 տարեկան ավագ դպրոցում մեզ հետ է։ Բաց թողելը դժվար էր Գանե։ Դժվար է բաց թողել երեխաներին։ Այն էլ օտար երկիր։ Մի քիչ պատմեք, ինձ համար էլ է դա ակտուալ։ Պահպանվել են իմ մոտ այն վիդեոները, մեր հաջողի վիդեոները, ինձ այդ օրը թվում էր, թե աշխարհի վերջն է, լուրջ եմ ասում, բայց իրականում այդքան աշխարհի վերջը չէր, ոնց որ հիմա որ հետ եմ նայում, մտածում եմ ոնց որ շատ դժվար տարանք, սա փուլ է, որը ճիշտ հունով գնացող փուլ է, այսինքն մեծացել է, պետք է անջատվի, առանձնանա, ինքնուրույնանա եւ դա լավ է, նորմալ է, ճիշտ է։ Անորմալ կլիներ, որ կապեինք, չէ, ասենք ոչ միտեղ հանունից ոչ մի հանունի մույզերին, վախերի ոչ միտեղ, մյուս կողմից ինչքան բնական են այդ վախերը։ Իհարկե, անպայման, շատ հեռվից հեռու ամեն ինչը շատ ավելի դժվար ու վախենալու է, բայց եթե դու ընթացքում ամեն ինչ ճիշտ ես արել, ուրեմն կարող ես վստահ բաց թողել։ Այսինքն փաստորեն եւ մեզ պիտի վստահենք, որ ընթացքում կամ այդ աշխատանքը պիտի անենք, հետո վստահենք, որ ճիշտ ենք արել, եւ կարծում եմ իրենց շատ պիտի վստահենք, որովհետեւ աշխարհին վստահել անհնար է, բոլորին վստահել չեն կարող, բայց գուցե իրենց պիտի վստահենք ու բաց թողենք։ Եվ երբ երեխան տեսնում է, որ ծնողը իրան վստահում է, այդ մի ունենց թևեր է տալիս,
Ու պատասխանատվություն գուցե ու Այո, ոգևորություն։ այո, բարձր պատասխանատվություն, որ ես չեմ կարող ձախողել, ես պետքա արդարացնեմ, ինձ հավատում են, ուրեմն ես կարող եմ, ուրեմն իրոք կարող եմ։ Շատ կարևոր բան ասեցիք իրոք։ Այդ թևեր տալը, այդ Այո։ ոգևորվելը ու այդ պատասխանատվությունը, որ չեմ ձախողելու, վերջինս վստահել են, չեմ ձախողելու, շատ կարևոր է։ Աղջիկս անցյալ օր ասում է դե պիտի գնամ, հեսա ավարտեմ բակալավրիատը, գնամ իմ մաստերզը այնտեղ անեմ եւ այլն ու ես այսպես լարված համ չեմ ասում անկեղծ ասած, համ հա չեմ ասում, լղոզելով հələ գնում ենք դեռ 2 տարի ունենք ու անցյալ օրը հիվանդացել էր, պարկած էր, ասեմ, մամա, ասում այ լավ չեմ, ասում տեսլի, սա էլ կա։ Բանտեղ ինչ ես ու գնաց այն բանը Կիկոսի մահվան պատմությունը, բանտեղ ինչ ես անելու, բա ով է քեզ տեր կանգնելու եւ այլն, համ վախենալու է, համ ինչքան գալիս է այդ պահը, որ պիտի բաց թողես ու ինչքան սխալ է այդ կապելը, այդ պորտալարը չկտրելը դեպքերում, հա, հետո գիտեք, ես շատ եմ դեպքեր հանդիպում, երբ այդ այնց պորտալարը չեն կտրում ու հետո հենց իրանք ծնողները շատ փոշմանում են։ Էլ չեմ ասում երեխաները, ում պորտալարը կպած պահել են, իրանք ինչքան են մեղադրում հետո ծնողին, որ ինչ որ բան իրանց կյանքում սենց չգնացնես, որովհետև ծնողը իրան թույլ չտվեց, բաց չթողեց, չվստահեց, չհավատաց։ Անցյալ օրը լսում եմ, ասում է, երբ ծնողը լինում է երեխայի մենեջերը, ամբողջ կյանք, ասենք մինչև 30-40 տարեկան, ամեն ինչ որոշում է, պորտալարը կտրված չի, ամեն ինչ վերահսկում է, անում է, դնում է, միջոց երեխայի փոխարեն, ասում է, հենց երեխան հասկացավ, որ ինքը արդեն մեծ է կարարած, ասում է, մենեջերին պաշտոնից ազատում է։ Ասում եմ, գնա, իմ կյանքից հեռացի, էլ չեմ կարող, վերջ, ես արդեն ազատ եմ, այս բայց սկսած անկախը, ու այլևս իմ մեն ասում է, ու այդ պաշտոնից ազատելը պիտի չլինի, այնքան պիտի մենեջ անենք, այսինքն այնքան պիտի կառավարենք, որ հանկարծ հետո մեզ պաշտոնից չազատեն։ Շատ լավ համեմատություններ այդտեղ։ Ես մի հատ ռիլ էի նկարել իմ Instagram-յան բլոգում, որտեղ գրել էի, որ մեր երեխաները մերը չեն, եւ որքան ճիշտ, որքան շուտ մենք դա հասկանանք, այնքան ավելի ճիշտ կդաստիարակենք, այնքան մամաներ գրել էին շատ սխալ եք մտածում, մեր երեխաները մերն են, մինչև մեր կյանքի վերջ եւ այլն, ասում եմ, ինչ է նշանակում երեխաս իմն է, իմ սեփականությունն է, այ ինչ վտանգները տեղ կան եւ ինչ է նշանակում իմը չի, բալիկ ջան, դու իմը չես, այ ոնց է երկուսը մի հատ հələ իրար հետ կշռենք։ Ինձ թվում է այն մայրերը, որոնք մտածում են, որ իմ երեխան իմն է, ի նկատի ունեն, որ իր սպասումները կապված երեխայի ապագայի հետ, երեխան պետքա արդարացնի, իր գծած պլանով, իր ուզած ձևով ապրի այս կյանքը։ Ու ծնողն էլ ամբողջ process-ը վերահսկի հետեւապես։ Հա։ Դա չեղավ ինչ սեփական ինչ խաղալիքի, իրի նման մի բան։ Ճիշտ չի, հա։ Բայց երևի շատերին տենց հեշտ է ավելի։ Իհարկե հեշտ է։ Մենք գիտենք, մենք խելացի ենք, մենք ամեն ինչ գիտենք։ Իսկ այն երեխաները, ում ծնողը վստահում ու բաց է թողնում, ես վստահ եմ իրանք շատ ավելի երջանիկ մարդիկ են հետագայում մեծանում ու դառնում։ Բա ոնց բաց թողնենք։ Ու իրականում դա չի ծնողի միակ ցանկությունը, որ երջանիկ մարդ դառնան։ Այ հիմա դրանից խոսենք։ Ինչ է նշանակում երջանիկ։ Օրինակ հիմա որ գան մեզ հարցնեն, ձեզ հարցնեն, ասեն Գանե ջան, այ 5 երեխա իդեալական, ես նայում ու հիանում եմ միշտ ձեր թևանի մոտեցումները, աղջիկները, մհերը, ամեն ինչ։ Ու ոնց, որտե բոլոր ծնողներն են դա ուզում։ Այ ոնց երեխայից դարձնեմ երջանիկ, ինչ կասեք դուք։ Ինձ թվում է չփորձել իրան փոխել, ձևափոխել, ուղղություն տալ, գուցե, բայց այդտեղ նուրբ սահման կա, երբ որ դու չես պարտադրում քոնը, այլ հաշվի ես առնում իր ցանկությունը, իր ճաշակը, իր նախասիրությունը, թույլ ես տալիս, որ ինքը լինի ինքը։ Որտեվ ես վստահ եմ, որ երեխան ծնվելուց կանե։ Եթե ինքը մեզ դուրս չի ձեր հետ գալիս, պիտի աշխատեք, ինքներդ ձեր հետ պիտի աշխատեք, ոչ թե երեխայի հետ։ Դուք պետքա ուղղակի ձեր հետ աշխատեք, որ ընդունեք իրան այնպեսին, ինչպեսին նա կա։ Եվ այդ ընդունել ամենաճիշտն է, լուրջ եմ ասում։ բայց եւ ամենաբարդը։ Որովհետեւ միշտ չի որ երեխաները տենց մեր ուզածով են, էլի այդ հարցը ինձ միշտ շատ սենց են տրիգերը հանդեսանում, որ սենց այն մեջս քանդվի, լավ, էլի ընդունեմ, էլի ըմբռնեմ, էլի հասկանամ, բայց ինչքան, օրինակ, համաձայն չեմ իրես, ինչ մի տեսակի կամ արարքի հետ, այստեղ է այդ բախում առաջանում, էլի, որ մի կողմից ունենք դեր չճնշելու,
չփոխելու, հա, այդ ոնց անեմ, որ երեխաս երջանիկ լինի մի կոտրիժ երեխայի։ Մյուս կողմից ախր եսի պաշտոն է դրա համար եմ այստեղ, չէ, որ օգնեմ, որ չսայթակի, չսխալվի սաչանի ու այ այս դիսբալանսին հիմա շատ մեծ է դիլեման, սխալա ուղես։ Թե քեզ թվում է դրա տեղա, չէ, քո ֆունկցիան։ Թվում է թե տեղա, բայց իրականում պետքա ուղղություն տաս, ուղղորդես, ճիշտը ասես որն է ըստ քեզ ու թողես։ Երբեմն մեկին մեկ անգամ կասենք, մեկին 10, բայց ուրիշ բան չունենք անելու մեծ հաշվով։ Գիտես Աննա ջան, ես վստահ եմ, որ եթե տանը ծնողների հետ հարաբերությունները լավ է երեխայի, ինքը ես միշտ ասում եմ երեխեքին, որ տնով չի սահմանափակվում, էլի ընտանիքով չի։ Դուք մեծ մասը օրվա լինում եք դրսում դպրոց շրջապատ ընկերներ ու դուք լիքը բաներ կտեսնեք լավ եւ վատ։ Որոնց մասին ես չեմ էլ իմանա։ Ու պետք է չի երբեմն։ Հա, բայց ես ձեզ խնդրում եմ, հիշեք ինչպիսի ընտանիքից եք, իմ խնդրանքը հիշեք, միշտ ընտրեք լավը։ Ու ես վստահ եմ, որ եթե ծնողների հետ հարաբերությունները լավ է լինում, երեխան ընտրում է լավը։ Որովհետև չունի ինչ որ մուռ հանելու, ինչ որ ցավ չկա մեջը, որ ուզենա ցավացնի, հաստատվի, պայքար, հա։ Ես հիմա գտնվում եմ Spin Production-ում, որը Երևան քաղաքի ամենամեծ ստուդիան է վիդեո կոնտենտ նկարելու համար։ Spin-ը ունի 20-ից ավելի տաղավար եւ հագեցած տեխնիկա ձեր նկարահանումներն իրականացնելու եւ մոնտաժելու համար։ Եվ ինչպես գիտեք, հիմա նաեւ Հայաստանից հնարավոր է մոնետիզացիայով գումար աշխատել։ Ու հենց Spin-ում են այն մասնագետները, YouTube մարքեթինգի եւ պրոդյուսինգի պրոֆեսիոնալները, ովքեր ձեզ օգնելու են այդ հարցում։ Եկեք, տեսեք, ստեղծեք որակյալ կոնտենտ, իսկ մնացածը իրենք կկազմակերպեն։ Երբեմն աղջիկներիս դպրոցների, հա, այդպես դպրոցներում, դասաներում միշտ լինում են 1-2 հոգի, ով բզբզում են, խանգարում են, ու այդ երեխաներին տարիներով չենք կաղանում, ուշքի բերել ոչ մենք, ոչ ծնողը, ոչ դպրոցը, ոչ մեկ, հա, ոչ դասարանի ընկերները, ու շատ հաճախ ասում ենք, դե ընտանիքում պատճառը փնտրենք ընտանիքում, բայց երբեմն շատ այդպես հանգիստ կարող, այդպես շատ լավ ծնողներ են ունենում, բայց երեխան միևնույն է ամբողջությամբ վարի է տալիս ամբողջ դասապրոցեսը եւ ոչ 1 տարի, այսպես ասեմ։ Հետո երբ խորանում ես հասկանում, որ երեխան լսված լինելու, ինքնահաստատվելու, չգիտեմ, իր գնահատական իր աչքում բարձրացնելու, հիմնականում շատ անառողջ ձևերով, անշուշտ երեխա են։ Ու էլի հետս գնում ասում ես, ահա, ուրեմն տանը չեք լսում, չեք գնահատում, չեք նկատում։ Ու այդ երեխան անում է վատ արարքներ, միայն թե նկատեք։ Ոնց ասում եմ, տենց էլ ասեմ, այո, միայն թե իր համար ցանկացած ձևով նկատեք։ Հա, այդ ցանկացած ձևով նկատելը շատ դժվար են ընկալում։ Գիտեն թե միայն լավ բան պիտի անի, որ պուպուշ անես, բայց այն փոքր տարիքում, որ հենց մաման գործից տուն էր գալիս, ու սա չարությունները սկսվում էր, ասում են դու չկայր այնքան խելոք էր։ Հիմա եկար ասեմ, որտեվ իմ ուշադրությունն է ընդհանրապես ուզում իր չարություններով, չէ՞։ Ճիշտ է։ Շատ հետաքրքիր է։ Կանե ջան, իսկ խաղաղ ծնողավարությունը, գիտակցված ծնողավարությունը, հանգիստ ծնողավարությունը ինչ գաղտնիքներ ունի։ Օրինակ, ոնց հունից դուրս չգանք, երբ շատ ուզում ենք այդ պահին դուրս գալ, ոնց ինքնատիրապետ ենք մեզ, հա, ոնց որտեղից վերցնենք այդ ջանքերը, ռեսուրսները, հմտությունները, ո՞րն է այդ խաղաղ ու գիտակից ծնողավարության գաղտնիքը կամ բանաձևը։ Բանաձև գոյություն ունի, վստահ եմ դուք էլ գիտեք, Աննա ջան, այդ մինչև 10 հաշվելը, շնչելը, դադարը, մինչև ռեակցիա տալը, բայց խորապես համոզված եմ, որ միևնույն գործողությունը տարբեր ծնողներին դժվար կամ հեշտ են տրվում, կախված նրանց ապրած մանկությունից։ Ահա, էլի եկանք մամենեկս մեր մանկություն։ Կախված նրանից, թե այդ նույն իրավիճակում, երբ ինքն է եղել, իրան ծնողը ինչ է ասել։ Եթե իրան ասել են, ադե ուշադիր եղի, էլի ամեն անգամ ինքը շատ դժվար ուրիշ ռեակցիա կտա, քան դա։ Այսինքն դուրս է գալիս, որ մենք գալիս ենք մանկությունից եւ մենք կրկնում ենք կամա գիտակցված կամ չգիտակցված այն պատերները, վարքի են ձևերը, ռեակցիաների են ձևերը, որ մեզ են տվել։ Այո, բայց եթե մենք դա ատել ենք ու որոշել ենք անել հակառակը, մենք չենք զգում հիմնականում։
որոշել ենք, բայց այդ որոշումը կա, երբ որ մենք հանգիստ վիճակում ենք։ Իսկ երբ որ տրիգերը կա, իմպուլսի տակ, կոնտրոլը կորում է, գալիս է այդ բանը։ Բա ոնց անենք։ Ոնց դուրս գանք այդ օղակից։ Ոնց Շատ չկրկնենք այդ կարևոր է, շղթան։ հենց որ զգում եք, որ ջղայնությունը այստեղից սկսվում է, բարձրանում է գլուխ, վարքյան է տևում։ Այ մինչև գլուխ բարձրանալը բռնացնեք այդ պահը, եթե բռնացրեցիք, խորը շնչեցիք, հաշվեցիք միջև 10-ը, ինքը չի հասցնի Դեպքերի կեսում չենք էլ ասի, չէ՞ ոչ մի բան, հա։ Վարքյաններ է տևում այդ ուժեղ էմոցիան։ Հիմնական 10 վարքյանից դու կարող ես ավելի adekvat պատասխանել։ Սենյակից դուրս գալը միջև 10-ը սենյակից դուրս գալ, հանգստանալ։ Ուղղակի եթե զգում ես, որ երեխային չես կարող այն տոնայնության պատասխանը տալ, որով քո հանգիստ վիճակը կուզեր, ավելի լավ է պատասխանես ես հիմա մի քիչ այն վիճակում չեմ, որով ուզում եմ քո հետ խոսել, կներես մի քիչ հետո կխոսենք։ Ավելի լավ է տենց մի բան ասեք, իր վիճակը ոնց որ կհանդարտվի, հետո հանգիստ կխոսեք, որտեղ ես վստահ եմ շատ-շատերը չեն ուզում բղավել, չեն ուզում վատ բառեր ասեն, բայց ինձ գրում են մամաներ, որ ամեն երեկո, երբ երեխային քնացնում են, նստում են իրանք սկսում են ուտել, ինքնախարազանմամբ զբաղվել մեղքի ինչի ես ախր որոշել էի, որ էլ տենց բան չեմ ասելու, չեմ անելու, չեմ գոռալու ու էլի ու ամեն օր։ Այո։ Սա էլի գալիս է նրան, որ կան շատ պրիմիտիվ քայլեր, որ թվում է թե սա ինչ-որ վեհ բաներ ենք սպասում, որ հեսա մի հատ sense մի գաղտնիք, մի բանաձև, մի բան, բայց պետք է սկսել քչից, ամենահեշտից։ Հաշվել մինչև 10-ը կամ խորը շունչ քաշել արտաշնչել, լքել սենյակը այդ պահին, չլինել երեխայի հետ նույն տարածքում։ Դո միայն երեխան չէ, կարող է մեծած, կարող է մեր մայրն է, կարող է ամուսինն է, կարող է գործընկերն է, բայց այդ պահին իրոք են որ միշտ ասում են, չէ, որ հուզված է, շատ գերհուզված վիճակում ռեակցիա մի տուր, մի խոսա, մի ասա։ Դա շատ կարևոր է, մենք էլ հայերս տենց բավականին իմպուլսիվ ենք։ Հա, բայց կան ծնողներ նաև ինձ գրում են, ովքեր հենց այդ իմպուլսիվ վիճակում հենց ուզում են վատը ասեն ու ասում է ախր միջև չսատկացնեմ ձեռներս քորա գալի։ Ասում եմ ձեր երեխան է։ Լավ, այսօր սատկացնում եք։ Վաղը ինչ եք իրանից հետ ակնկալում։ Ինչ հարաբերություններ եք դուք սպասում ձեր երեխայի հետ կունենաք։ Սատկացնելով չի։ Ինչ մարդ ենք էլի մեծ ասում, պատկերացրեք ինչքան ասում չեմ կարա, ինձ ինֆարկտ կխփի, որ այդ պահին բայց այդտեղ մի կարևոր բան միտքի կպակ, որ սովորաբար երբ մենք սատկացնում ենք մեր երեխաներին, խփում ենք, վիրավորում ենք, ծեծում ենք, մենք բավարարում ենք ինչ որ մի շատ խորը վիրավորանք։ Այ ծնողը այդ էր գրել։ Այո, ասեց գրում էր կմեռնեմ, եթե չխփեմ։ Որովհետև ինքն այլ ելք չունի։ Այդ պահին իրեն բալանսավորելու, իրեն ռեգուլյացիա անելու, հա, իրեն կարգավորելու միակ մեթոդը երեխային որպես խավության նոխաս տեսնելն է, նա թույլ է, նա միշտ կլռի, երբեք չի պատասխանի ապտակով կամ հարվածով, դե ես ասեմ, այն ներսից կուտակված ինչ որ մի բան է, կարող է հոգնածություն, կարող է վեճ ամուսնու հետ, կարող է աշխատանքի վայրում անախորժություն։ Ուրիշ պատճառ, այո, հիմնականում ուրիշ պատճառ։ Թե չէ մեղքի զգացում չէինք ունենա։ Օրինակ, եթե ըստ արժանվույն խոսել ենք երեխայի վրա, երկը չեմ ասում ծեծել, այդ չենք էլ քննարկում, հա, խոսել եմ թեկուզ էմոցիոնալ, դե հիմա ես էլ վերջին հաշվով մարդ եմ եւ այլ, ես օրենքով պիտի որ մեղքի զգացում չի, ես ճիշտ եմ արել, որ խոսել եմ։ Այլ հարցը ոնց եմ խոսել, զգում ես, որ արժանի չէր երեխան դրան։ Այո, այդ ձևին արժանի չէր, էլի, այդ ձևին հաղորդակցման, ծեծնել է հաղորդակցում, գրկելնել է հաղորդակցում, չէ, ուշադրություննել է հաղորդակցում, անտեսելնել է հաղորդակցում, այդ ձևին գուցե արժանի չէր։ Որպես 5 երեխայի մայր շատ ուզում եմ հարցնել, ինչու են երեխաները այդքան տարբեր, նույն ընտանիքում, նույն ծնողներից, լավ այդքան տարբեր երբեմն։ Ես էլ եմ շատ հաճախ այդ հարցը ինքս ինձ տվել, հետո գտել եմ պատասխանը։ Նախ գեները, չէ, տարբեր տեղերից, տարբեր արանքներից, տարբեր գեներ կարող են դուրս գալ եւ երկրորդը, որը ինձ համար բացահայտում էր, իմ աղջիկներից մեկը ասեց մենք ոչ մեկս նույն ծնողը չենք ունեցել։
Շատ լավ միտք է, սիրում եմ այդ միտքը։ Այդ շատ է դուր գալիս այդ միտքը, որ օրինակ իմ Կրիստինան, որ ունեցել է 19 տարեկան մայրիկ, հաստատ նույն ծնողը չի ունեցել, ինչ մհերը, որ 33 տարեկանում է մայրիկ իրան ունեցել։ Այսինքն մայրիկն ու հայրիկը նույնը չեն։ Մայրիկը, հայրիկը, հայրիկի հարաբերությունները, իրանց աշխարհայացքը, ամեն ինչ։ Փաստորեն մեր ամեն հաջորդ երեխայի հետ մենք լրիվ նոր ծնողներ ենք, որովհետև ունեցել ենք կյանքի հետ մի քանի տարի ավել փորձը, փորձառությունը, էմոցիաները, որոշումները, վերաիմաստավորումները, ու խնդրեմ, հայտնվում է մի նոր երեխա, մենք էլ չգիտես ինչի ուզում ենք, որ նա պիտի նման լինի առաջնեկին, օրինակ, կամ երրորդը, երկրորդը։ Եթե տարբեր ծնողներ են իրենց դաստիարակել։ Ընդունում ենք իրենց այդպես տարբեր, պիտի ընդունենք անպայման։ Բոլոր տարբերություններով հանդերձ միանշանակ։ Չհամեմատենք, Կայանը, ասենք ամենավատ բանն է։ Ամենավատ բանն է համեմատելը։ Համեմատելով ուղղակի ինքնագնահատականին ցտեսություն ենք ասում, ինձ թվում է երեխայի, որովհետև ինչ նշանակում համեմատել, ինչ որ մեկը նայ քույրիկը արագ դասերը արել վերջացրել է տնայինները, իսկ դու հələ նստած ես։ Ինչի պետք է մենք համեմատենք։ Ամեն երեխա ունի իր տեմպը, իր մտավոր ունակությունները եւ տարբեր մարդիկ են։ Նույն մարդուն կարաս համեմատես, նույն երեխային համեմատես իր մի տարի առաջվա հետ։ Այո, առաջընթացը նկատես ու համեմատես իր մի տարի առաջվա հետ գովես։ Միայն այդ դեպքում համեմատել։ Ինչքան ես այնպես լավ հիշում եմ, որ ինձ էլ քույրիկիս հետ համեմատում էին, քերոս աղջկա հետ, նա շատ լավ սովորում էր սովորել, գրքեր կարդալ եւ այլն, ես շատ լավ սիրում էի օգնել, անել, դնել, մաքրել եւ այլն, ուրեմն նրան ամբողջ կյանք ասել են, այ տես սենյակը միշտ թափած Աննայի նման եղիր, ինձ էլ ասել են, այ տես ամբողջ օրը գիրքա կարդում, դու էլ Լիաննայի նման եղիր, ու մենք սենց երկուսս մեծ տարիքում քննարկման արդյունքում դուրս ենք բերել, որ երկուսս էլ իրար ատում էինք դրա համար, որ հարաբերությունները փչացնելու լավ ձև է նայ։ Շատ մտերիմ էինք, շատ եւ մանկուց եւ մեծ տարիքում, բայց այն ներսից մի հատ սենց բան, նա խանձ ասեմ կամ մի հատ ворթիկ ասեմ, սենց փոքր ворթուկ, որ սենց ուտում է էլի քեզ, որ ինձ էլի շատ հաճ բան է։ Ու վստահ եմ ամեն ծնող, ով համեմատում է իր երեխեքին կամ իր երեխային հարևան երեխայի հետ, ինքը մանուկ ժամանակ զգացել է ինչ տհաճ բան է այդ համեմատությունը։ Բա ինչի է անում։ Երևի մոռանում։ Այ չմոռանալ այնքան կարևոր է։ Հիշենք, որ եղել ենք դեռահաս, հիշենք ինչքան դժվար էր դեռահաս լինելը։ Ու մտնենք դրության մեջ։ Չգիտեմ, սովետի ժամանակ դեռահասությանը ով էր բանի տեղ դնում, հիմա ենք մենք այդքան հոգատար ինչքան էին բանի տեղ ժամանակ չունեին հավանաբար, չգիտեմ։ Մի խոսքով։ Բայց շատ հետաքրքիր բաներ էր, այո, դա, որ մենք էլ նույն ծնողը չենք, երեխաներն էլ նույնը չեն, ու էլի եկան, գիտեք ինչին բախվեցինք, որ ասում եք մտածի, մեր ակնկալիքներին։ Մենք ակնկալում ենք, որ բոլորը պիտի նույնատիպ վարք ունենան, նույն սցենարով ապրեն, նույն կերպ, նույն արագությամբ, նույն ձևով ամեն բան անեն, դա անհնար է։ Երկու միանման մարդ չկա, ինչու ենք մենք ակնկալում, որ երկու միանման երեխա ծնողներից է։ Առավել եւս հա, ծնողներից ծնվել են, բայց չեն դաստիարակվել նույն ծնողների այո, մոտ կողմից, այո։ Ուզում եք ձեզ հետ երկար լինենք։ Մի պատասխանեք, գիտենք, որ այո։ Եվ այսուհետ դուք անձամբ կարող եք դրան օգնել միանալով մեր Patreon-ին։ Patreon-ում ընտրում եք ամսական նվիրատվության չափը սկսած $5-ից, իսկ մենք դրա դիմաց ձեր անունը ամեն անգամ շնորհակալությամբ կարդում ենք, հավելյալ նյութեր ենք տեղադրում ձեզ համար, միայն ձեզ համար, ընտիր գրքեր ենք նվիրում, մեր տաղավար ենք հրավիրում այստեղ եւ ուղղակի սկսում ենք ավելի մտերմանալ կամ ընկերություն անել անգամ։ Patreon-ի հղումը կտեսնեք ստորև, QR-ը այստեղ եւ եկեք միասին մեծացնենք Հայաստանի գիտակից եւ դրական ծնողների համայնքը։ Ինչ անհարմար թեմաներից ամեն ծնող պարտավոր է խոսել երեխայի հետ եւ որ տարիքում։ Դուք ինչ անհարմար թեմաներից եք խոսել ձերոնց հետ եւ հենց որ տարիքում է դա կարեւոր անել։ Աղջիկների հետ շատ կարեւոր է դաշտանի մասին խոսել 9 տարեկանից սկսված, որտեվ ես իմ աղջկական փորձից պատմեմ, ես չեմ իմացել, որ այդպիսի բան է սպասում ինձ, որտեվ մեծ քույր ունեի, մի տարով մեծ էր։ Մայրիկս խոսել էր մեծ քույրիկիս հետ, բայց ոչ իմ հետ, ենթադրելով, որ հələ ժամանակ կա։ Մեծ քույրիկս
չէր հասունացել։ Ես դպրոցում էի, երբ առաջին դաշտանը ինձ մոտ եղավ, ես մտածել եմ, թե մեռնում եմ։ Ահա որ վախեցել եմ, ուղղակի անտանելի ու որոշել էի, որ տուն չեմ գնա, որովհետև եթե մեռնում եմ, այն էլ sense խայտարակ ձևով եմ մեռնում, մտածում եմ, լավ, ձեռս կտրեի, ոտս ի ուրիշ ձևով, ոչ այսպես։ Հələ ինչ ահավոր ապրումների մեջ։ Շատ կարևոր է, որ բոլոր աղջիկները պատրաստ լինեն իմանան։ Չսպասենք այն օրը գան օր խոսենք, այլ շուտ խոսենք։ Մի ուրիշ վտանգ էլ կա, իմ դեպքը պատմեմ, ես Աստված գիտի ու միջը բակի տղաներից էի ինչ որ բաներ լսել, պարզվեց ես լրիվ աղավաղված ինֆորմացիա ունեի ու ինձ ոչ մեկ չէր ասել էլի ինչ ոնց։ Ու ես տենց աղավաղված ապրում եմ, երբ մայրս ճիշտն ինձ ասեց, ես այնքան էի ուրախացել, որովհետև պարզվեց դա շատ ավելի հեշտ մի բան է, քան ես գիտեի։ Պատկերացրեք բակից ինչ որ մի անծանոթ մարդուց երեխան դա կլսի։ Ուրիշ ինչ թեմաներ կան, որ պարտավոր ենք խոսել երեխաների հետ։ Իդեպ դաշտանի մասին, միայն աղջիկներին չի պետք պատմել։ Տղաներն էլ պետքա տեղյակ լինեն, որ իրանց դասարանի աղջիկները շուտով անցնելու են սենց փուլերի միջոցով։ Ինչ բան եք ասում։ Այո։ Էդ էլ է շատ կարևոր, որ ավելի նրբանկատ լինեն եւ ինչ որ մի բան նկատելու դեպքում չդարձնեն դա ինչ որ հանրային մի բան, այլ ավելի զուսպ լինեն։ Բռնումով մոտենան։ Որովհետեւ սովորաբար դες երբեք չէի մտածել, որ այդ նույնքան կարևոր է տղաների հետ խոսել, որքան աղջիկների, չէ։ Իհարկե, այնց պատմություններ կան շատ դպրոցական միջադեպների հետ կապված։ Սեռական հարաբերություններ։ Այդ որ տարիքում Գանե ջան։ Ես 11-ն եմ պատկերացնում։ Եվ տղաների եւ աղջիկների հետ։ Տղաների հետ ինձ թվում է հայրիկները պետք է խոսեն։ Ամեն դեպքում մեր տանը հայրիկն է խոսել իմ տղայիս հետ։ Աղջիկների հետ ես եմ խոսել, հերվից, թե ոչ թե արի նստի, բան ունեմ քեզ ասելու։ Հասկացա։ Այլ երբ առիթն է գալիս, միջանկյալ ֆրազաներ, ընթացքում, թեթև։ Ինչ ռեակցիա են տալիս երեխաները իր խոսելը, հետաքրքրասիրություն։ Այ ոնց է պետք խոսել, ինչ բառամթերք ու բառապաշարով, ինչ ռեակցիան, իրենց հարցերին ինչ ասենք։ Նախ պետք է ասել, որ հասունացման շրջանում ֆիզիկական փոփոխություններ են տեղի ունենում, բոլորի մարմինները փոխվում են, ու մարմինը ինչպես է փոխվում, պատմել, այնուհետև ասել, որ որոշակի ցանկություններ են սկսում առաջ գալ, ինչից է պետք զգուշանալ, այո, եւ ինչ հետևանքի կարող է հանգեցնել։ Հիմա փառքաստու շատ գրականություն կա, շատ հասանելի են վիդեոներ, անգամ այդ ռիլերի, կարճ ռիլերի մակարդակով, որ կարելի է միշտ նայել ու պատրաստվել այդ զրույցի։ Հեշտ զրույց չի։ Անշուշտ հեշտ չի, բայց հիշել մի քանի կարևոր բան, որ նախ տարիքին համապատասխան տեղեկություն տալ, խնդրում եմ, ամեն մանրամասնություններ սեռական հարաբերությունների մասին, այո, պետք չի պատմել։ Երկրորդ, սպասել հարցերի։ Մի բան ասեցիր, սպասիր հարցի։ Ինքն իր տարիքին բնորոշ չէ, հավանաբար այդ հարցերը կտա։ Միամիտ հարցեր։ Այո, բարձ միամիտ հարցեր։ Ու հնարավոր է, որ երեխան խնդրի մի տարի հետո, 2 տարի հետո հետ գալ դրան։ Ու դա է նորմալ, հա, մի պահում մի զրույցով ամեն ինչ դժվար թե կարողանան կասել։ Պետք է չի մի զրույցով, չէ, դի Կարևորը մաման, պապան բացեն, որ խոսեն մեզ հետ այդ անհարմար, այսպես ասած, թեմաներից։ Կարևոր երեխան իմանա, որ ինքը միշտ կարա գա քեզ մոտ իր բոլոր հարցերով։ Ահա, որովհետև ստանա աջակցություն, ոչ թե այդ որտեղ ես լսել, այդ ինչ հարցով է տեսել։ Հա, լրիվ, ինչքան տիպիկ ասեցիք, որովհետև վախենում են, Գանե ջան, ու չգիտեն ինչ ասեն։ Անկամ վախենում են պարզ ասել, ես չգիտեմ քո հարցի պատասխանը կամ այս պահին չեմ կարող պատասխանել, բայց կգնամ, կկարդամ, չգիտեմ, կհարցնեմ, կուսումնասիրեմ, հետ կգամ քեզ այդ հարցով։ Անկամ այդտեղ վախենում են։ Ու դրա համար վախի առաջին ռեակցիան միշտ այդ ագրեսիան է, չէ՞, թե վախեցած եմ հարձակվեմ, որ դիմացին փակեմ թեման փակեմ։ Բայց թեման փակելը լուծում չի։ Այո, պետք է հակառակ շատ վտանգավոր է։ Հա։
Խոսեցինք այդ, հա, որ վախենում եմ ասել, կարծում եմ, որ հիմնական վախը, չգիտեմ, կկիսեք ինձ հետ այս մտայնությունը թե չէ, ծնողներիս հիմնական վախը մեր հեղինակությունը կորցնելն է երեխայի աչքերում։ Այ ինչ ասել է ծնողը հեղինակություն է։ Ոնց ենք մենք, որպես գրագետ ծնողներ, մեր հեղինակությունը եւ մոր եւ հոր դեպքում պահում երեխայի աչքերում։ Եվ ոնց ենք կորցնում։ Կորցնելը շատ հեշտ է։ Ասեք։ Շատերին թվում է, թե այդ հարգանքը, հեղինակությունը պարտադրովի մի բան է։ Եվ շատ ընտանիքներում դա ձևական գոյություն ունի, բայց իրական չի։ Հենց այդ պարտադրանքի պատճառով։ Ինչի, վախի օրինակ կամ հալերիվ։ Որովհետև պետքա վաստակել։ Այդ ոչ թե պարտադրել վերևից, պետքա վաստակել։ Ինչով, հենց նրանով, որ դու ամենափոքր տարիքից երեխային վերաբերվես որպես անձ, հարգես։ Ինչ ասել է հարգել երեխային։ Դա շատ լավ հարց է։ Հարգել երեխային ըստ իս նշանակում է երբեք չպատասխանել այն ձևով, ինչպես կպատասխանեիր մեծ մարդուն, քո լավագույն ընկերոջը, քո լավագույն ընկերոջ հետ։ Այդպես կխոսեիր, դրանից հետո ինքը կուզեր քո հետ ընկերություն աներ, թե չէ։ Այդ խոսել, հարգել։ Ես բացի Deep Parenting podcast-ի հեղինակն ու վարողը լինելուց, նաև Ծնողի դպրոց անունով կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարն եմ։ Ծնողի դպրոց գալիս են այն ծնողները, ովքեր գիտակցում են երեխաների հետ առողջ, վստահելի, արժանապատիվ հարաբերություններ կառուցելու կարևորությունը, ովքեր ուզում են հասկանալ ինչ է սերը երեխայի հանդեպ, հարգելը երեխային, ընդունելը նրան ինչպիսին նա կա, ովքեր հարցեր ունեն, ուղղակի ուզում են գտնել իրենց հարցերի պատասխանները։ Մենք իրականացնում ենք սեմինարներ, դասընթացներ եւ անհատական խորհրդատվություններ Հայաստանի լավագույն մանկական հոգեբանների եւ ծնողավարության խորհրդատուների կողմից։ Եկեք Ծնողի դպրոց, գտեք ծնողավարության ձեր խորհրդատուին, սկսեք նորովի գիտակցել ծնող-երեխա կապի կարևորությունը։ Լավ, մեկը հարգելը պարտադրանքով չի, բա ինչով է։ Ինչպես անենք, որ ասում ենք դու ինձ չես հարգում, իմ խոսքին չես հետևում, իմ ասածը բանի տեղ չես դնում եւ այլն։ Այ ոնց չհասնենք դրան։ Նախ երբեք չխաբել։ Այնքան փոքրիկ բաներում մենք մանկուց խաբում ենք ու չենք նկատում։ Օրինակ, գնում ենք, տանում ենք բժշկի երեխային ու գիտենք, որ գնում ենք պատվաստում ստանալու։ Երեխան ճանապարհին հարցնում է, սրսկելու են։ Չէ, ցավացնելու չէ։ Ինչու։ Էլի մտածում ես հիմիկվանից սկսի լացել, միջև հասնել ավելի լավ է, թող ինքը լացի, բայց դու չխաբես, ասես հա, ճիշտն ասած գնում ենք պատվաստվելու, սրսկելու են, բայց շատ կարճ է ցավալու, հա ցավալու է, բայց շատ կարճ է։ Ես կողքիդ եմ, ձերքդ կբռնելու եմ, սեղմել, ցավելու է, բայց պետքա պիտի անենք, ոչ միտեղ չխաբել, այսինքն այտենց փոքրիկ բաների մեջ այնքան երեխան հիասթափություններ է ապրում փոքր տարիքից, որ մենք խաբարել չենք լինում։ Տեղյակել չենք էլ վերլուծում երբեմն 1, 2, 12 հələ դուք տեսեք այդ փոքրիկ մարդուկը, հա, իր փոքրիկ ուղեղով ինչ հետևություններ կանի դրանից հետո կհավատա մեզ, երբ որ ճիշտն էլ ասենք թե չէ, այ 10 անգամ եթե խափնվի։ Մաման ասեց չեն սրսկելու, սրսկեց, ասեց չեն ցավացնելու, ցավացրեց։ Ասեց կգնանք ստեղ չգնացինք։ Անգամ ես ինչ իմանամ, էլ ճիշտ է ասում, սուտ է ասում, հա։ Շատ ճիշտ եք ասում։ Կամ ինչ որ բարկացած վիճակում ասում է եթե հենց հիմա այս ինչ բանը չանես մենք էլ երբեք չենք գա այս խաղահրապարակ ու վաղը էլի գալիս են մյուս օրը էլի գալիս են այստեղ էլ հասանք հետևողականությանը այրոք հարգանքը եթե բաշխենք բաղադրիչների չէ ոնց որ ամեն էմոցիա ունի մի քանի բաղադրիչ հարգանքի բաղադրիչներից մեկը վստահությունն է որը ձևավորվում է պարզ չխաբելով երեխային երկրորդը հետևողականությունը չէ որ ուղղակի ասել ես խոսքի տերն եղի հա ինքը կարող է լացի հա կարող է ընդվզի բայց խոսքի տերն եղի հետևողական եղի ու այդ հեղինակությունը այդ հարգանքը այդպես է ձևավորվում ինքը օթից չենք կարող չէ վերցնել խոսքի տեր լինելն էլ հիմնականում ոնց է լինում էլի մենակ թե հիմա այս պահին ինչ որ ոչ բան մի րոպե այդ բառը
Չէ, չգտա։ Լավ էր։ Հեռատես չլինելով, այս պահին խնդիրը լուծելու համար ինչ որ բաներ։ Հետաքրքիր է։ Հա, շատ էլի հետևողականությունը եւ չխաբելը երկու առանցքային բան, որ պետք է երբեք չմոռանանք։ Իսկ եթե սխալվել ենք, գանե ինչ ենք անում։ Երեխայի հարցում սխալվել ենք։ Ինքներս մեզ գիշերը երբ քնած էր, խոստովանեցինք, որ սխալ էինք։ Ինչ ենք անում դրանից հետո։ Շատ հեշտ է։ Ներողություն ենք խնդրում։ Մոտենում ենք հանգիստ եւ հիշեցնում ենք այն իրավիճակը, որտեղ մենք գտել ենք, որ սխալ ենք եղել ու ասում ենք, որ բալես գիտես, այն օրը, որ ես այդպես ուժեղ քո վրա բղավեցի, ես սխալ էի։ Իրականում շատ դժվար օր էի ունեցել աշխատանքվայրում, շատ հոգնած էի ու մեջքս ցավում էր ու դեռ տանը եկալիքը գործեր կար, ես քո վրա գոռացի, բայց դու ոչ մի կապ չունեիր։ Ես իրականում քո վրա չէի գոռում։ Մեղավոր եմ կներես։ Կաշխատեմ ուղղվել, էլ չանել այդպես։ Բայց չենք կորցնի այն հեղինակությունը, եթե գնանք ասենք կներես։ Այդ ազնվությունը, որ մենք այդ պահին ունենանք, մեր հեղինակությունը ավելի կբարձրացնի։ Այո, եւ իրեն եք սովորեցնենք ինչա պետք է անել, երբ սիրելիիդ հանդեպ սխալ ես վարվել։ Խոսեցինք նախորդի, որ ամեն երեխա ծնվելիս մի ծնող է, նույն ծնողը չի, չէ՞, մենք փոխվում ենք։ Ինչ են փոխում երեխաները ծնողների կյանքում։ Առհասարակ պատկերացրեք զույգ, երջանիկ, խաղաղ, տենց իդիլիայի մեջ ապրում են երկուսով ու հայտնվում է այդ մարդուկը կամ մարդուկները։ Ձեր դեպքում իրենք Աստված տվել է շատ են։ Ինչ է փոխում զույգի հարաբերությունների մեջ երեխան։ Շատ կարևոր է, որ զույգը չմոռանա երբեք, որ ի սկզբանե իրանք որպես զույգ են եղել, հետո են երեխաները հայտնվել իրանց կյանքում։ Ինչի նկատի ունեք։ Ի նկատի ունեմ, որ իրանք ունենան իրանց փոքրիկ ռիտուալները, օրինակ երեկոյան զրույցներ, կամ օրվա ընթացքում իրար ձեռք բռնել ինչ որ ասենց հպումներ, գիտեք, ուղղակի հիշացնելու, որ ես քոնն եմ, դու էլ իմն ես։ Մենք կանք, մենք իրարն ենք, ոչ թե ես մամա եմ, դու պապա ես ու վերջ, այլ մենք զույգ ենք, որովհետև իրոք վաղը մյուս օր բոլոր երեխաները գտնելու են իրանց կյանքը, անջատվելու են, գնալու են իրանց Աստծո հաջողությամբ երջանիկ կյանքը ապրելու են եւ մնալու եք երկուսով։ Այդ երկուսովի մասին հետագա ամեն օր պետք է հոգ տանեք։ Ամեն օր հոգ տանեք, թե հետո մամա պապա լինելուց հետո ինչ ամենալու ձեր հարաբերությունների տակը։ Ինքան շատ են տանում, չէ, երեխաները երբեմն մոռանում ենք։ Էլ ինչ են փոխում երեխաները, երբ հայտնվում են զույգի։ Իհարկե տալիս են իմաստունություն։ Ես վստահ եմ, որ ինձ ու ամուսնուս տվել են ճիշտ կշռադատելու ունակություն, հետևանքներով չշտապելու ունակություն եւ ավելի համբերատար լինելու։ Հա։ Ցավոք սրտի փորձի հիման վրա ենք եկել դրա վրա։ Եղել ենք սկզբում անհամբերատար, անհանդուրժողական, հետո կամաց դարել ենք։ Բայց այո, երեխաների շնորհիվ դարձել ենք այդպիսին։ Մհերի բախտն ավելի շատ է բերել, քան Քրիստինայի, անկեղծ ասեք։ Միանշանակ։ Հա։ Միանշանակ։ Իսկ ամենաշատը տուժում են հենց առաջին երեխաները։ Քիչ փորձադաշտ են էլի։ Հա, ես էլ մի անգամ այդ բառը ասեցի, ասին այդ տենց էլ երբեք չասես, տենց ոտ զգացի ինձ, բայց իրոք այդպես էր։ Ես միայն երկուսն ունեմ ու այնքան եմ իմաստնացել էլի առաջինից երկրորդի այդ փորձի վրա, այդ սխալների վրա, այդ վերաիմաստավորումների վրա, արածիդ արդյունքը տեսնելու, չէ՞ որ արդյունքը այս պահին չես տեսնում։ Դու տարիներ անց տեսնում ես ինչ մարդ մեծացրեցիր ի վերջո գոհ ես արդյունքից, թե չէ։ Նոր մտածում ես հաջորդին նույն կերպ վարվես, թե չէ։ Այո։ Շատ հետաքրքիր։ Բայց հիմա ինձ թվում է հիմիկվա սերունդը, նոր ծնողները շատ ավելի գիտակցված են մտնում մայրության ծնողավարման մեջ, ծնող դառնալու որոշում են կայացնում, պատրաստ են լինում ու շատ հիանում եմ հիմիկվա սերնդով, հիանում։ Կարծում եք, որ դա նաև մեր շնորհիվ է, մեր սխալների շնորհիվ։ Նաև չէ, որ հանդգնել ենք խոսել դրանց մասին։ Եվ հաղթանակների այդ կատակ էր իհարկե,
Մասամբ։ Մենք էլ ծնողի դպրոցում այսքան տարի դուք էլ ձեր բլոգի միջոցով, որը ես շատ եմ հավանում, ահռելի գործ ենք անում, բայց կա ձեր մոտ տպավորություն, որը ինձ մոտ կա, անկեղծ ասած, ու բարբերաբար ես գալիս եմ այդ գիտակցման, որ մենք կաթիլ ենք թողնում օվկիանոսում։ Կա այդպիսի տպավորություն։ Այո, որովհետև միևնույնն է, կա մի ստվար զանգված ծնողների, որոնք չեն ընդունելու երբեք դրական ծնողավարումը, այդ նուրբ ու քնքուշ ծնողավարումը իրանց համար չի, ու երբ ես խոսում եմ բլոգում այդ հարգանքի մասին երեխայի հանդեպ, համբերատարության եւ իր ճաշակը հաշվի առնելու, երեխայի կարծիքի հետ հաշվի նստելու մասին բազմաթիվ նեգատիվ կոմենտներ եմ ստանում, որոնք ասում են, որ ասեք, քանի հավաքվել են գիտակից ծնողներով, բոլորով մեր լսողներով, ասեք։ Իրանց պատկերացումներն են էլի իհարկե, որ այդ ձեր ղզիկ ծնողավարության պատճառով ամբողջ սերունդը տապալվեց, կորցվեց եւ չկա հարգանք մեծահասակների հանդեպ, պատիվ տարիք հարգել եւ այլն, բայց էլ ինչ պատասխանես այդ մարդկանց։ Բա ինչ անենք, այ կանե ջան, մենք էլ այդ միևնույնն է պետք է շարունակենք, Աննա ջան, շատ ճիշտ գործ եք անում, շատ։ Այ որ ասեցիք, որ հիմիկվա երիտասարդներն ավելի քան եմ ուզում հավատալ, որ դա նաև մեր բոլորի ջանքերի շնորհիվ է, որ մենք այդ կաթիլները ես կարծում եմ այո ենք։ Ես կարծում եմ, եթե ոչ մեր հասակակից ծնողների վրա ազդում ենք, ապա երիտասարդ սերնդի վրա ազդում ենք հաստատ։ Չհանձնվել մի խոսքով, չհանձնվել, ինչքան հնարավոր է շատ խոսել, թե որն է ճիշտ, որն է ընդունելի ժամանակակից աշխարհում եւ որքան շատ մարդ խոսի այդ մասին, այնքան լավ։ Ես շատ ուրախանում եմ, որ հիմա շատ ծնողավարման բլոգեր կան եւ ճիշտ բաներ են խոսում, որքան շատ խոսվի, այնքան լավ։ Երբ դիմել հոգեբանի, երբ զգում եք տրամադրության կտրուկ փոփոխություններ, հուզական եք եւ լարված, անհասկանալի անհանգստության զգացումներ եք ունենում, չկա որևէ բան անելու մոտիվացիա եւ ցանկություն, ձեզ չեք սիրում կամ չեք ընդունում այնպեսին ինչպեսին կաք, կամ երբ ձեր գործընկերների, կնոջ կամ ամուսնու, ծնողների, երեխաների հետ հարաբերությունները հարթ չեն, ապա գտեք ձեր հոգեբանին, դիմեք օգնության, դուք արժանի եք ավելի լավ կյանքի, ավելի խաղաղ, հարթ եւ ձեր ուզածով։ Ճանապարհը կարող է հեշտ չլինել, ոչ էլ արագ, բայց այլընտրանքը այն է, ինչ ունեք հիմա։ Libra հոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներին կարող եք տեսնել librasai.am կայքում։ Նրանք պրոֆեսիոնալներ են, ովքեր ամեն օր օգնում են մեզ նման մարդկանց լինել հոգեպես առողջ եւ ամուր։ Կոնտակտները ստորև։ Երբ նոր էինք սկսել ծնողի դպրոցը, շատ էին ասում, թե միակն ենք, բա ասեմ, չէ, մի ծաղկով գարուն չի գա։ Ու այնքան եմ ուրախանում, որ թեկուզիր ամենօրյա դարդուցավից խոսող մամա կա, հա, չի թաքցնում անգամ այդ կողմերը, ոչ թե մի պահ գնաց այդ տրենդը, այդ իդեալական տեսարանների, լավ է, փառք Աստծո, հիմա եկել ենք, անկեղծությունն է ամենամեծ տրենդը հիմա Instagram-ներում եւ ընդհանրապես սոցցանցերում, ու ասեմ, էս ինչ լավ է, Աստված ջան, որ ասեցի մի օր, ասի ես երջանիկ լինեմ այն օրը, պարտանամ տեսնեմ Հայաստանում 10 ծնողավարության դպրոց կա ոնց մերն է, ու այդ այնց այդ 10-ն էլ մի քիչ տարբերությամբ, տարբեր մարդկանց մասնագետների միջոցով 10-ն էլ ունեն իր նպատակին գնան, այո, որովհետև հավատացած եմ, որ չգիտեմ, այդ առողջ հասարակությունը առողջ ընտանիքից է սկսվում։ Անառողջ հարաբերություններում մեծացած երեխան պարզապես չի կարող լինել առողջ հասարակության հատիկ։ Իսկ եթե ունեք տարաձայնություններ, եթե ունեցել եք ձեր եւ Թևանի ձեր ամուսնու ոնց որ բան հետևելով, տպավորությունը որ շատ կատարյալ, բայց գիտեմ, որ անկեղծ կլինեք, եթե ունենում եք տարաձայնություններ, ինչ հարցերում եք ունեցել երբևէ, եթե ունեցել եք եւ ինչ եք անում։ Նախ ասեմ, որ եթե ունենում ենք տարաձայնություններ, շատ մեզ իդեալական զույգի մեջ տեղ չենք դնում եւ երեխաների մոտ ձևացնում, թե ամեն ինչ նորմալ է, որովհետև երեխաները ընտանիքի անդամ են, մեկը իրանք զգում են, որ մի բան են չի, հա, նենց որ մենք մեր տարաձայնությունները արտահայտում ենք նաև երեխաների ներկայությամբ, հիմա որ մի քիչ մեծ են, փոքր ժամանակ դե մի քիչ ավելի սխալ կլինի, չնայած այդ սխալն էլ ենք արել,
Շատ կարևոր է, որ երեխան տեսնի այդ տարաձայնության արդյունքում զրույցը, իմի բերելը այդ զրույցը, զիջումը եւ հաղթահարումը կոնֆլիկտի։ Այսինքն, եթե ինքը սկիզբը տեսել է, շատ կարևոր է նաև ճիշտ ձևով տեսնի վերջը։ Դե բնականաբար ոչ թե իրար ծեծելով, իրար վրա բղավելով զույգերի դեպքում, այլ այդպես այդ ոնց ասում եք, հա, կոնստրուկտիվ զրույց, հա, կառուցողական զրույցի տեսքով, բայց կարծում եք, որ օքեյ, երեխայի ներկայությամբ այդ տարաձայնությունները քննարկել են։ Դե նայած ինչ թեմա է, օրինակ ֆինանսական թեմաները չարժի շոշափել, որովհետև շատ թեմաներ կան, չէ, որ չարժի։ Դա ինչ որ insecurity-ն ոնց էր, անինքնավստահություն կամ անապահովության զգացում, այո, անապահովության զգացում է տալիս երեխային, երբ որ ֆինանսական խնդիրներից խոսում են շատ տանը, կան շատ թեմաներ, որոնցից պետք է զերծ մնալ, թաքուն առանձին զրուցել, բայց նաև բոլոր տարաձայնությունները ունենալ, չգիտեմ, դրսում ու գալ տանը ձևացնել իդեալական զույգ, դա էլ ճիշտ չի, որովհետև երեխան պետք է նաև իմանա, որ դա էլ կա։ Իսկ դասիրակության հարցում ո՞րն է եղել այն մեկ տարաձայնությունը, որ ասես լավ տպավորվել է, որ ժամանակին ունեք կամ հիմա գուցե ունեք Թևանի հետ։ Լավ հարցեր, մի քիչ մտածեմ, որովհետև երկուսս էլ ազատ ենք մտածում երեխաների չափավոր ազատ էլի, ես ազատ բառը հանկարծ դիտորդը չհասկանա սխալ։ Կարծում եմ, որ երեխաները դեռ փոքր էին եւ մենք դեռ շատ ավելի խիստ ծնողներ էինք, ամուսինս ավելի խիստ էր, քան ես կուզեի։ Օրինակ Կրիստինային մեծ աղջկաս երբեք թույլ չի տվել, որ գնա ընկերուհու տանը գիշերը մնա։ Ընկերուհիները կարող էին գալ մեր տանը մնալ, բայց ինքը ոչ։ Այդտեղ ես համաձայն չեմ եղել երբեք ու կարծել եմ, որ այդ պիժամա փարթիները շատ հավես են աղջկական, տնից դուրս պետք է էլի լինել նաև։ Հասկացա, այսինքն խստության հետ կապված ունեցել ենք, այո։ Բայց հետո արդեն երկուսս էլ ավելի թեթև ենք սկսել ամեն ինչին նայել։ Ամփոփելով գուցե զրույցը կամ լրիվ զրույցից դուրս մի բան ասելով։ Այ մեզ լսող ամեն ծնողին, երիտասարդ ծնողին, այ ինչ մեկ բան կասեք, որ իրենք երբեք պիտի չմոռանան կամ այ հենց այդպես էլ անպայման վարվեն եւ այդ ուղենիշը պահեն։ Կարծում եմ ոչ մի ծնող երբեք չպետք է մոռանա, որ երեխայի ինքնագնահատականը ձևավորվում է ընտանիքում։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է մանկուց ծնողները պետք է երեխային վերաբերվեն կարծես մեծ մարդու հետ, այն որ ասեցի, քո լավագույն ընկերոջը կասեիր տենց բան թե չէ։ Ու այդտեղ երեխան սովորում է, որ ինքը արժանի է հարգանքի, արժանի է սիրված լինելուն, լսված լինելուն։ Եվ հետո, այո, լսված լինելուն, եւ դրանից հակախված հետագայում ինքը թույլ կտա այս կամ այն ձևով իր հետ վարվեն։ Հոյակապեր, իմաստուն, ամենաիմաստուն զրույցը։ Նախ շեշտեցիք փոքր տարիքից։ Այո, չէ։ Սա շատ կարևոր է։ Մենք երբեմն մեզ թվում է մինչև 14 տարեկան դեռ իրեն համարում ենք ոչ մեկ։ Ուշա լինում է, ժամանակ ուշա լինում։ Ապրեք։ Այսինքն, երբ որ ասում ենք փոքր տարիքից, իրերի ծնողներ ջան, դա իրոք շատ փոքր տարիքից։ Իր փոքր կյանքի հարցերում, հա, սա հագնի, թե սա ուտի, թե սա 3 բաժակ, չի 3 կտոր էս ինչն ուտի։ Մեր համար անկարևոր թվացող, իրանց համար ամենակարևոր թվացող հարցերում։ Այո։ Երկրորդ հենց լսված լինելը, կարծիքը հաշվի առնելը։ Այո, երբեմն այդ զգացմունքները։ Այո։ Երբեմն այդ կարծիքի հետ համաձայն չլինելը, բայց իր համար դա անչափ կարևոր է, որ իր կարծիքը բանի տեղ են դնում։ Էլ որտեղից իրենք պետք է այդ ռեսուրսն ու այդ հմտությունները ձեռք բերեն, որ ոնց որ ասեցիք երրորդ ամենակարևոր, հա, ամփոփիչ բան ձեր խոսքում, որ վաղը եւ մյուս օրը ոչ մեկ չկարողանա մեր երեխային թույլ տա իրեն մեր երեխայի հետ այդպես խոսել։ Անհարգալից, բանի տեղ չդնելով, կոպտելով, արժե զրկելով։ Այնպես որ, այո, ինքնագնահատականը ամենակարևոր բանն է։ Սովոր չի վատ վերաբերմունքի եւ չի ընդունի։ Եվ գիտակցում է, եւ կապի մեջ է ինքն իր հույզերի հետ, իր մտքերի հետ, գիտի որ դրանք արժեք ունեն, գիտի որ դրանք կշիռ ունեն եւ որ առողջ հարաբերություններ մարդիկ իրար լսում են, հարգում են
Եվ որ դա շատ կարևոր է հենց ինքնագնահատականի համար։ Շնորհակալ եմ շատ անչափ կարևոր կետերի շեշտադրման համար։ Ես կնշեմ անպայման ձեր էջը, որովհետև կուզեմ շատ հաճելի հետևեն, այո, շատ հաճելի զրուցեցինք 5 ծնողների մայր, ուղղակի հիասքանչ կանե, բայց ձեր դիմավորում էինք ձեզ ու հիանում էսպես հեռացերով, այո, մինչև դուրս դրանք։ Ես որ իմանա հիանում էիք ինձանով ավելի դանդաղ կգայիք։ Մեքենան ավելի լավ կկանգնացնեի, ինչ որ ծուռ։ Մեքենան կանգնացեցիք, դուրը բացեցիք, ու այդտենց առաջին քայլից դուրս ցող թիմով հալել են գանը ջան, այնպես որ շատ շնորհակալ եմ որ եկաք, ձեր էջը անպայման կթողնենք եւ լսեք սիրելի ծնողներ։ Մի քանի անգամ լսեք այս զրույցը, շատ եմ ձեզ խնդրում, չեք փոշմանի։